Բարի երեկո աշխարհասփյուր հայությանը, բարի երեկո Հայաստանի հայությանը եւ բոլոր լավ մարդկանց։ Գիտեք արդեն երևի մի 5 օր մի շաբաթա եթեր չեմ անում, այնպես չի որ ասելիք չկար, ուղղակի ես չէի ուզում եթեր անել, մի քիչ ինձ էլ հանգստություն պետք, մեր քաղաքական կյանքը շատ լարված է, իսկ ես փորձեցի մի քիչ մեկ ուսանալ։ Այն թեման, որը հիմա ես կխոսամ, բոլորիդ հայտնի է, ինչա կատարում երկրում, եւ ես էլ եմ ուզում դրա մասին անդրադառնալ, խոսքը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին։ Իմ մոտ ուղղակի հարց առաջացել, ինչի համար է ձերբակալել, կոնկրետ տեղեկություն եթե կա, մեկնաբանություններ եմ թողեք, ես տեղյակ չեմ, անկեղծ եմ ասում, ես չգիտեմ ինչ հոդվածներով, եւ գրեք ինչի համար ու մեկ էլ ուզում եմ հասկանամ ոգևորությունը մեր հայրենակիցների ինչից է, սա համազգային հաջողություն է, պետական առաջընթաց է, ինչ է էսի, ես ուզում եմ հասկանամ, այսինքն եթե մի հայ է ձերբակալում քո երկրում, անկախ նրանից դեռ չի բացահայտվել ինչ հանցագործություններ ա կատարել, իսկ ես կարծում եմ բոլոր հարուստ մարդիկ, օլիգարխները, մանավանդ Հայաստանի պայմաններում, հայաստանյան կյանքում անհնար է որ հանցագործություններ չլինեն արած, բայց գոյություն ունի վաղեմության ժամկետ, գոյություն ունի որ աններելի հանցագործություն է, գոյություն ունի նաև որ ներելի է։ Հիմա ես չգիտեմ, աններելի է արել, ներելի է արել, վաղեմության ժամկետ է անցել, ինչի համար են ձերբակալել։ Չեմ էլ ասում խիեն է ձերբակալել, ես ուզում պատասխանը գտնեմ, եթե դուք ունեք պատասխան, ինչի համար են ձերբակալել։ Խնդրեմ մեկնաբանությունները գրեք, ես էլ տեղյակ կդնեմ։ Ուղղակի ես տենում եմ իշխանամետ եւ իշխանամերձ հանրության կողմից մեծ ոգևորություն, տեսանյութերի, նկարների տարածում, թե ինչպես են ձերբակալում, ու մեկնաբանություններն են, որ ընթերցում ես հրճվանքի մեջ ազգը։ Նու ազգաբնակչության ինչ որ հատվածը, բարձա բոլորը չեն կարա հրճվեն։ Ես չգիտեմ խիեն սենց հանում, նախարարչինը Գագիկ Ծառուկյանի ես պաշտպանը չեմ, ես իրան չեմ համարում քաղաքական գործիչ, բազմից մինչև ընտրություններն եմ ասել, ես համարում եմ բիզնեսմեն, անհայտ է իմ համար թե ինքը ինչպես է կարողացել այդպես հաջողակ բիզնեսմեն դառնա, տարբեր վարկածներ, տարբեր մեղադրանքներ են ասում, պատճառներ են ասում, կարամ հավատամ, կարամ չհավատամ, կարամ ընդունեմ, կարամ չընդունեմ, նույնը դուք, բայց անկեղծ ասած մի կարևոր բան էլ կա, մարդը աշխատատեղեր ունի բացած երկրում բազմաթիվ, ունի արտադրություններ, գործարաններ, որտեղ աշխատում են մարդիկ ու իրանց ընտանիքը պահում են դրանով, աշխատավարձը բարձրացած լավ են վերաբերվում, վատապ, ուշացնում են փող, տեղյակ չեմ աշխատել իրա մոտ, հարցը չի, բայց եթե իրա ձերբակալության հետևանքով նաև պետքա աշխատատեղեր կրճատվի, ուժեղ Հայաստան կարաս ինքդ քո վրա այդ էմոջին դնես քո նկարի վրա, եթե դուք ես կարգի չհրավիրես ու քո նմաններ իրանց կարգի չհրավիրել իմ տեսանյութի տակ, գրողի ծոցը կուղարկեմ, ինձ թե քանակ պետք չի, ինձ թե մակարդակ է պետք եւ որակ է պետք։ Հաջողություն ձեզ, հեռու գնացեք այս էջից։ Վերջը ամեն դեպքում, եթե ինքը քաղաքական գործիչ չի, իրան արդեն ջախջախել է քաղաքականության մեջ, չի ընտրվել, չի հաջողել մտնի ազգային ժողով, ապա ինչի մեջ է կայանում այս վրեժխնդրությունը, եթե ինքը մաֆիայի ներկայացուցիչ է, բայց ոչ մաֆիայի պարագլուխ, ապա ինչու սկզբից չի ձերբակալվում մաֆիայի պարագլուխը։ Գագիկ Ծառուկյանը հարստացել է եւ Գագիկ Ծառուկյանը հաջողությունների է հասել, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Կա այսպիսի վարկած, որ Ռոբերտ Քոչարյանն նաև իր հարստությունների հովանավոր է եղել, հավանաբար իրան պետք էր նաև ստեղծել ինչ-որ կուսակցություն, Բարգավաճ Հայաստան անունով, որը պետք էր Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, կշիռը բարձր պահեր քաղաքական կյանքում։ Դե հիմա ինչ-որ այա, չգիտեմ ինչպիսի վարկեր, միգուցե 0% վարկերով կամ ծրի բյուջեից փող են տվել, Ծառուկյանը հարստացել է ինչ արել, եթե այդպիսի բան արել, էսի վարկածային եմ ասում, Ռոբերտ Քոչարյանը եթե արել է, ինչ չի սկզբից Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվում, այնուհետև Ռոբերտ Քոչարյանի հարցաքննելուց հետո պարզվի տենակ Ռոբերտ Քոչարյանը միգուցե Ծառուկյանից բացի էլի մարդկանց պետական բյուջեից սնել ու հարստացել են, ով գիտի, դե հիմա
ոչ Ծառուկյանով սկսում է, ոչ էլ Ծառուկյանով ավարտվում է։ Ես չգիտեմ, ես ինչ ասում եմ, ես խիչեմ sense ենթադրությունները, որովհետև հստակ չկա ինֆորմացիա։ Չեմ տեսել, ինչքան թերթում եմ, բոլորը խոսում են, որ ձերբակալվել է, լիքը մարդ ցապ է տալիս, ողջունում է, ուրախանում է։ Ես չեմ հասկանում ուրախությունը ինչի մեջ է։ Լավ, էդի պետական հաջողություն է, եթե ասեք տենամ ինչքանով է պետական հաջողություն, ու ընկերներ ջան, ես չիմանաք էլի Գագիկ Ծառուկյան անձին եմ պաշտպանում։ Մինչև ընտրությունները ժողովրդի մեջ կար մի մեծ հատվածի մեջ, որ հեսա Նիկոլին գցում ենք թախտից։ Նիկոլին հեսա տես ինչ ենք անում, հեռացնում ենք, բան, տես թազա բան ենք բերել, ուժեղ տղա ենք բերել, ուժեղ չգիտեմ ինչեր ենք բերել։ Սենց բաներ ասում, ես ինչ էի ասում եմ ժողովուրդ, ճիշտ ասած հələ չի եղել այդ ամենը, չի, բայց դաշը մի պահ պատկերացրել եք Նիկոլ Փաշինյանին հեռացրել եք։ Սա առաջի քայլն է, երկրորդ քայլը պետքա դուք ապացուցեք, որ դուք ավելի լավն եք, քան թե Նիկոլ Փաշինյանը, այսինքն ով որ գա իշխանության, ինքը պետքա աշխատի մի տարի, 2 տարի, 5 տարի, համոզվենք, որ լավ ենք արել, որ Նիկոլ Փաշինյանն հեռացրել ենք։ Բայց ես վախենամ դուք շտապեք Նիկոլ Փաշինյանն հեռացնելուց հետո շոու անեք, ինչպես հիմա է շոուներ է կատարվում, ցույց տաք, որ դուք երկիրը փրկում եք, բայց ընթացքում պարզվի, որ դուք երկիրը կործանում եք, ռուսական գուբերնիա եք սարքում։ Ես շատ իմանամ, բերեք մի շտապեք, ուրախացեք, եթե ինչ-որ մեկին հանցագործության մեջ մեղադրում են կամ ինչ-որ մեկին ձերբակալում են։ Այդ թվում կգա ժամանակը Նիկոլ Փաշինյանն էլ են անելու այն, ինչ որ անում են Գագիկ Ծառուկյանին։ Ես իմ հայ ազգին լավ գիտեմ, ես իմ հայ ազգի բնավորությունը լավ եմ ճանաչում, Մովսես Խորենացուց, Փավստոս Բյուսանդից, մինչև այսօրվա օրեր։ Ես գիտեմ, թե ինչպիսի մենք նախանձ մարդիկ ենք, թե ինչպես ենք ուրախանում ուրիշի դժբախտություններով, ուրիշի հաջողություններով, ինչպես ենք նախանձում ուրիշի ունեցվածքին, ինչպես ենք հիանում, երբ որ մի ընտանիքում լաց կա։ Այդ մարդը թորնատեր մարդ է, երեխեք ունի, իր տարիքի չի է, իր երեխեքի տարիքի ԱԱՑ-ի աշխատակիցները ձեռներից քաշում են բեռնի վրա գցում բոլին։ Ես չհասկացա, հարգելի ԱԱՑ-ի տղերք, այդ մարդը դիմադրություն կազմակերպել է, ինչ որ դիմադրություն տվել է, եւ մենք պետքա բացի օրենքով շարժվելուց, օրենք հետ պետքա զուգահեռ մարդկային էլ կարենակ պաշտպանենք։ Այդ մարդը ձեր հոր տարիքի մարդ է, վերջի ես ինքս գնահատականներ ունեմ տված նաեւ Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության բացասական իմաստով։ Ես ինքս, բայց վերջի ինքն էլ է մարդ, թորնատեր, երեխեք աղջիկեր ունի, չգիտեմ, տղա երեխեք էլ ունի, ու իր տան մեջ, այն էլ տան մեջ նկարահանվում է, մի բան էլ ասեմ, եթե սրանք այս գործողությունները կատարվեր ու չնկարահանվեր, մենք լսեինք լրագրողներից օրինակ հոդվածներ, որ Գագիկ Ծառուկյանը իր տան մեջ բերման է ենթարկվել, ձեռնաշղթաներով տեղափոխվել մեկուսարան, տեղի է ունենում հետաքննություն եւ այլն։ Անկեղծ ես ուղղակի կընթերցեմ դա ու չեմ էլ անդրադառնա, չեմ էլ ասի, բա լսել եք, եթե բացեմակ լսել եք, հա լսել ենք, всё, գրառում կա։ Ես անդրադառնում եմ տեսանյութում կատարված իրադարձությունների մասին։ Հարգելի ԱԱՑ-ի տղերք, դուք վաղը թոշակի եք անցնելու, ձեզ ունեք բոլորդ ծնողներ, եթե չունեք Աստված ողորմի, եթե ունեք Աստված պահի երկար տարիների կյանք, մենք կարող ենք մեր հայրենակցին, անկախ նրանից ինքը օլիգարխ է, բանվոր է, թե ինչ գործի տեր մարդ է, առաջին հերթին դիտարկենք որպես մարդ։ Իսկ դատարանը հետո կորոշի, այդ մարդը հանցագործ է ու իր պատիժը կտա, բայց դուք ինչ եք անում, խի եք տենց անում։ Լավ, ինձ էլ են ձերբակալել, բայց ինչու շոու, ինչու չնկարահանություն ու շոու չսարքեցին դա։ Որտեւ ես այն կատեգորի եւ այն աստիճանի մարդ չեմ, որ կարամ ինտրիգ մտցնեմ հանրության մեջ, ավելին հակառակը կարող է ի վնաս լինի դա այսօրվա իշխանությանը, որտեղ ում եք ձերբակալում բլոգերի, ով որ խոսում է, իսկ ազատ խոսքը իբր թե երաշխավորված է լիարժեք Հայաստանում։ Ես ճիշտն ասած այդքան էլ կողմ չեմ, որ ժողովրդավարություն է երկրում տիրում է լկտիություն եւ բյուրոկրատիա։ Ու իրար լրացնում են, բյուրոկրատիան պահպանելու համար թույլ են տալիս լկտիություն ըլնի, իրար հայհոյ եք անիծեք ու հետևություն եւ հետաքննություն եւ պատժիչ միջոցներ չկա։ Ես այսօր դժվար քաղաքացի եմ այդ մասը, բայց թեման ես չեմ ուզում դրա մասին խոսալ։ Ես ուզում եմ ասել, միամիտ մարդկանց վրա եք խաղում, այդ բաշխի որ նկարահանել ցուցադրել եք, դա կոչվում է կինո, շոու։ Ես իմ մի բան կոչում է, ես չեմ ասում խի եք ձերբակալել։ Ես չգիտեմ պատճառները, ես ասում եմ խի եք նկարահանել,
եւ ցույց եք տալիս 70 տարեկան մարդուն իր օջախում, իր տան մեջ, որ օջախը սրբություն է, մտնում ես տապալում գետնին։ Հասկացանք օրեն գոյությունի, օրենսդրություն, սահմանադրություն, բայց դրա հետ մեկտեղ կա մարդկա եւ բարոյական արժեքներ եւ կա չգրված օրենքներ, որ մենք պետք է այդ չգրված օրենքներն էլ պաշտպանենք։ Հասկանում եք ընկերներ, իմ հետ կարող է համաձայնել նաեւ ԱԱՑ-ի աշխատակիցով, որ տապալել է իրան։ Բայց մեր եղբայրը հրաման է ստացել, որ պետք է ընթացքը լինի այդպեսին, ինքը չէր կարա հրամանը չկատարել, որովհետեւ ԱԱՑ-ում աշխատելն էլ է կարիերա։ Եթե ինքը այս պահին լեյտենանտ է, իր նպատակն է հասնի գնդապետի, փոխգնդապետի եւ գեներալի։ Եվ ասում է լավ չի այն զինվորը, ով որ շարքային զինվորը, որ չի ուզում դառնա գեներալ։ Հա, հիմա ինժեներ ջան, իմ խոսքը ուրիշ տեղ է, ինչ փորձ եք ասել Գագիկ Ծառուկյանը պաշտպանում։ Եթե Գագիկ Ծառուկյանը ունի քրեորեն պատժելի արարքներ, թող պատասխանատվություն կրի, թող պատժվի օրենքի ամբողջ հստությամբ։ Խոսքս ուրիշ տեղ եմ տանում, մարդը ունի երեխաներ, թոռներ, եւ եթե մենք մեր վրա ենք դա պատկերացնում, դա շատ վատ է, բայց որ ուրիշի հետ է կատարվում, մենք ծափ ենք տալիս, ասում ենք, «Ո՛յ, լավ է»։ Դե Գագիկ Ծառուկյանը ինքը չգիտեմ ինչ է արել, որ հայության ինչ որ հատվածի մոտ ոգևորություն է իր ձերբակալման մասով, ինչ վնաս է հասցրել։ Ես լսել եմ մեղադրանքներ, մարտի 1-ին էլ է ինքը մասնակից եղել, զենք հատել, զորք է ունեցել այդտեղ, բաներ են ասում, բայց մարտի 1-ի կազմակերպիչը չի կարա ինքը լինի, կարա ինքը մասնակից լինի։ Էլի նորից եմ հարցնում, ինչու սկզբից չձերբակալել կազմակերպչին, իսկ կազմակերպիչը կամ պատասխանատվությունը, այսպես ասած, ճիշտ է այդպես է, պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի վրա է, որտեղ ինքն էր իշխանա փոխություն անում եւ իշխանություն հանձնում Սերժ Սարգսյանին իր ընկերոջը, որի համար այս վերջերներ փոշմանել է, չգիտեք հələ ինչի, ես գիտեմ, բայց դե լավ, էդի լիկո։ Վերջը շատ ինձ համար տխուր է, որ մեր երկրում այսպիսի վիճակներ է ստեղծվում, ել չեմ ասում դեռ հետևանքները չգիտենք, կլինի արդյունավետ պետության ու պետականության հզորացման, թե կլինի հակառակը վնաս մեր պետությանը։ Նորից եմ կրկնում, լիքը աշխատատեղեր կա, որ աշխատատեղերը փակվի, այդ մարդկանց հարցերը չգիտենք ինչպես է լուծվելու։ Պետությունը ոչ չի կարա սաղ գործարանները վերցնի իր ձեռը։ Մուլտի գրուպը, չգիտեմ, ցեմենտա, էլ ինչ էր ուլի Ծառուկյանը։ Դե բարիներ առաջ Զանգեզուրի Պեղեզամոլեբդենային այդ կոմբինատի ինչ որ հատվածը կեսը վերցրին իրանց ձեռը։ Վերջը ես կողջունեմ, եթե հանքային ռեսուրսները եւ հանքային հանածոնները եւ այն մնացած ռեսուրսները ռազմավարական նշանակության կետերը, եթե պետությունը վերցնում է իր ձեռը, ես համարում եմ, որ դա ճիշտ քայլ է, բայց այն մարդը, որ ստեղծել է տարիներ շարունակ, այդ մարդը ստեղծածնել պետք է հարգենք, չնայած նրան, որ միգուցե հարկեր չի վճարել, դե թող պատասխանատվության ենթարկվի, եթե չի վճարել, ես մեղադրանք չեմ հնչեցնում, ես կարծիք եմ հայտնում, եթե ինչ որ առաջին միլիոնը հանցագործությամբ է ձեռք բերել, թող դրա համար պատասխանատվության, եթե կա փաստեր, ուղղակի բերեք երկրի առաջի դեմքերին հələ անդրադարձեք, ովքեր որ այդ մթնոլորտը եւ այդ հակաօրինական իրավիճակը ստեղծել են, որպեսզի Գագիկ Ծառուկյանը եւ այլոք կարողանան մեր երկրում դառնան օլիգարխներ, այսինքն երկրի ֆինանսները հոսի մի առույով, իսկ մնացած առուններում, որտեղ որ մարդիկ պետք է սնվեն, չկարողանան սնվեն։ Ես համաձայն եմ, որ այո, եղել է հակաօրինականություններ, եղել է անարխիա, եւ Նիկոլ Փաշինյանը եթե այդ անարխիա եւ հակաօրինականությունների դեմ պայքարատանում կա մոտիկացման ձև։ Ճիշտ չեմ համարում այն ինչ որ հրապարակային արվել է։ Հետո առույցն էլ մեղքի տակ գցեցին, առույցինը սպանեցին, չգիտեմ, այդ դոզա բռնողը պատասխանատվության ենթարկվելու է, թե չէ որ դոզայա բռնել, կրակել առույցին իբր թե քնի, բայց սատկացրել է ու հիմա բաներ են, ասում է պոչկեքը բանը լավ չի աշխատում, թոքերը, դենց արյան համակարգը, արյան ռեսուրսը բանը, ոնց են ասում, ռեզոն, հա, որ վայ հեսպայն արյան կարգը էլի, հա, ռեզուսա դրակա չի եղել, բացական է եղել, ինչ ասես, այն առույցին լավա հələ հետ մահու չեք դատապարտել 25 տարի։ Կներեք, խփել եք առույցին սպանել, կապ չունի Ծառուկյան Գագիկինն է, թե պետությանն է, գազանանոցինն է, առույց է սպանել,
պատասխանատվության դե գնա ենթարկվի։ Եթե նույնիսկ ինքը այդ մարդը իմ հետևորդն է, ուղիղ աչքերի նայում եմ ասում, ինչու չես կարողացել դոզան բռնես այնպես, որ խփես կենթանուն չսպանես։ Ո՞վ է քո հետևից գալու։ Պարոն Նիկոլ Փաշինյան, դե էտել է հանցագործություն, հետևողական եղեք, թող պատասխանատվության ենթարկվի առույցին սպանողը։ Մեղքի տակ մի ինգեք։ Հետո մնացած ողջ առույցների մասով, այդ ողջ առույցները ինչ են արել պետության դեմ, հակապետական ինչ են արել։ Կարա մտել են խանութ մանութ թալանել։ Կարա խարդախությամբ են զբաղվել, ինչպես խարդախները վխտում են երկրում։ Խարդախերենա 1 միլիոն դրամս վերցրել է, երկրորդ տարին է ֆռում։ Այդ ինչի՞ չէ կանչում նույն Կոտայքի մարզի քնչականի մոտ է իմ գործը, սպասում եմ որ դատ պետք է լինի, ամեն ինչ սա ապացույցներով բանով ընթացել է։ Ապացույցները իրանք էլ ընդունել են, որ այդ մարդն էլ է ընդունել, որ ինձ խաբել է խարդախությամբ փողոց վերցրել, ինչու դատավարություն չի ընթանում, երբեք 1 միլիոնը հետ տալու։ Ես խլիկը խնդիրներ ունեմ, դուք թալանչի եք, ես չեմ հասկանում, պետք է իրավական համակարգեր, թե թալանչիներին բռնող եք, մա բռնեք Խարդախին։ Կներեք Գագիկ Ծառուկյանի մեղադրանք եք հնչեցրել, բարով, հլտենակ այդ մեր քաղաքացիներին նեղդուրության մեջ դնող, վնասող, գրպանահատները, Խարդախները, այդ ինչու չեն ենթարկում պատասխանատվության, որ եթե անում է օրենքը գործում է, թող մենակ Ծառուկյանի եւ մի քանի հոգու համար չգործի, թող բոլորի իմ համար էլ թող գործի, եթե ես գողություն եմ արել, խարդախությունը խափեությամբ շորթել եմ գումար ինչ որ մեկից, եթե ես շանտաժ եմ արել ինչ որ մեկից գումար վերցրել, ես դրա համար պարտավոր եմ պատասխանատվության ենթարկել։ Բայց դե լավ գիտեք, ես որ դեմ եմ նման բաների։ Առույցներին են, առույցների եք ձեր փակալել, առույցների տարել եք ինչ անեք, կամ թե այդ չուչլա են ասում, այդ տիկ հանած կենթանիների բաները, որ տիկ են հանել, էլի, Գագիկ Ծառուկյանի ձեռից բան, էդի երբ են նկարահանել գցել, հայտնի բլոգեր խոհարար Արուս Կավկազը իրան հյուրընկալվել է, իրան ստանը հյուրընկալվել է, նկարահանել է, հարց է տալիս, ասում է, это все вы убили, ասում է, да, это я все застрелил, վերջը, այդ մարդն է, հիմա այդ եղել է 2 տարվա, թե քանի տարվա տեսանյութ, միգուցե 3-4 տարվա, չեմ հիշում, հա, եթե տեսել եք, որ էդի տենց բան կա եւ դա հանցագործություն է, ինչու՞ չեք դուք գնացել այն ժամանակ այդ հարցերով զբաղվել, տեսել եք, չէ՞ տեսանյութի տեսքով, եթե տեսանյութում տենակ մարդ են սպանում, 10 րոպեում սա օպերատիվ թիմը կգնա այդ դեպքի վայր, սպանողին ձերբակալի, հիմա Գագիկ Ծառուկյանը եթե հանցագործություն է կատարել, ինչու տարիներ հետո եք գնում դրա հետևից, ինչու եք արգրավել ընդհանրապես այդ բաները, տիկ հանած կենթանիների մորթինները, ինչի, օրինակ խի հիմա խի չի են ժամանակ, ես չգիտեմ, ես պատասխաններ եմ խնդրում, նույնիսկ ես ոչ թե պահանջներ եմ դնում, կամ պաշտպանություն եմ կազմակերպել, այլ ընդամենը հետաքրքիր հարցեր, կուզենային Ինպես շատ մարդիկ էլ այդ հարցերի պատասխանը իմանային, խնդրեմ մեկնաբանություններում առանց ձեր կարծիքը կամ ձեր սրտի ցանկությունը լավ ա եղել, քո ինչ գործն է, Գևորգ, sense բաներ մի գրեք, ասեք Գևորգ, հոդվածներով այս մարդը դատվել, հա, այնա փաստերներ կա, այսա կտենակ ինքը փակվելու է։ Հա, վերջը առույցներին էլ եք բռնել տարել, ձեր փակալել եք տարել, ես չհասկացա, առույցներին ինքը պահում էր եւ Եթե վիդեոել են գցում, ասում է, էշին, խեղճ էշին գցել են առույցի դեմը կերել է։ Այդ աշխարհի բոլոր էշերին, որ բոլոր առույցները բռնում ուտում են, զեբրաներին բռնում ուտում են, չգիտեմ, այլ կենթա եղջերավոր այլ կենթայիններ կա։ Բռնում ուտում են, նրանք խեղճ չեն, ինչ որ մի գյուղից մի էշ, այդ էշի տերը ծախել է այդ էշը Գագիկ Ծառուկյանի վրա, փողը վերցրել տարել երեխեքի հոգսը հոգացել, էշին տվել են առույցին, ասում է մեղքա, էլի մեղքա, ես այդտենց վիդեոներ չեմ սիրում նայել, էլի մեղքսա գալիս, բայց ես աչքովս ընկա, որ տենց եք խոսում։ Լավ, հիմա Ծառուկյանի մեղքը որն է, որ առույց պահելուց նաև կարողացել է հին բանը ծերացած էշա ձիա, որ սատկելու վրա է, մեկա պետքա գելի փայ դառնան, առել է այդ մարդկանցից փողով, գելը փող չի տալիս գյուղացուց ձի առնում, էշ առնում։ Գելը առանց հարցնելու մտնում է քո էշը կամ ձին գողանում ուտում, չէ։ Հիմա Ծառուկյանը փող է տվել, չէ, որոշակի գումար 50,000, 100, չգիտեմ, ես գիները չգիտեմ։ Հա, տվել է, առել է, բերել է իր առույցներին, տվել, կերել են։ Այդ առույցներն էլ պետք է ուտեն, կյանքը այդպես է, մենք պետք է հավ պահենք, հավ մորթենք ուտենք,
Առուսն էլ չի կարում հավ պահի, առուսին պահողն ա գնում, ձի առնում, էշ առնում, բելում տարի, ոչ absurd, մի հատ absurd, ես չեմ հասկանում, իմ սիրելի հայրենակիցներ, ինչի մեջ է ձեր ոգևորություն, ինչի եք այդպես հիացել, հա կգա շաբանակը միգուցե կբացահայտվի, թե ինչ հանցագործություններ ա կատարել, Գագիկ Ծառուկյանը կարող է ես էլ ասեմ, լավ էլ արել եք, որ ձեր փակալել եք, հասնում է իրան, հələ մի հատ էլ ուշացրել եք, բայց այն ինչ որ հրապարակվել է տեսանյութի տեսքով, դա ինձ չի ոգեշնչում ու չի ոգևորում, ես դրանով չեմ ուրախանամ, այսինքն անհաջողությունների վրա մարդու ուրախանալը, որն է որ, լավ Ծառուկյանը ձեզ այդ ուրախացողներից անձնապես հարցնում եմ, ձեզ անձնապես ինչ ա արել, ինչ վնաս ա հասցրել, այդ կայծակն էլ հələ այդքան էլ ճիշտ, ես չգիտեմ կարող է իր աշխատողներին փող չի տալիս, բայց որ փող չտալիս հոձերի չեն աշխատի, դուրս կգան գործից, կարկուտ ա սկսել, կայծակ ա սկսել մեր Արարատի մարզում, չգիտեմ կխանգարի անձրևը, կխանգարի զենը, հուսով եմ երևի հասցրեցի միտքը հասցնել ձեզ, բայց բերեք կարդամ տարել են կենթանաբանը, այսինքն տիկին Գայանն, ասում եք առույցներին չեն ձերբակալել, տարել են կենթանաբանական այգի, կարիքը զգացվել է դրան տիկին Գայանն, այսինքն Ծառուկյանը ներկայացրել է պահանջ, որ եթե դուք ինձ ձերբակալել եք, իմ կենթանիները տարեք, Ծառուկյանի կնոջը ձերբակալել եք, տղուն ձերբակալել եք, չէ, այդ իրանց ընտանիքի անդամները չէին կարող, կամ թե ընտանիքի անդամները չեն, դա աշխատողներ ունի ինքը, աշխատողները չէին կարողանում այդ առույցի հոգսը հոգային, թե էդ էլ էր սիրուն շոու, բա առույցները տարան, որովհետև Գագիկ Ծառուկյանն նաև ճանաչում են առույց պահող մարդ, իր մուլտիգրուպը բանը տենց առույցի գլխով, դրա համար ավելի սիրուն կլինի որ այդ կինոն, հələ ավելի սիրուն կլինի որ էս ինձ էլ ձերբակալեն բերանս փակեք, սկոչով փակեք, դա ավելի տակտիկ կլինի, պատկերացնում եք Գայանե ջան, երբ որ մի բան ասում եք, մի քիչ խորացեք, տեսեք տենակ, ինչ պատճառով որ առույցը ինչ արել իրանց, կամ թե տան մեջ գետնին տապալել է տան տիրոջ էդ ինչ ձև է, փողոցում էլ չեք բռնել, էլի տան մեջ մարդուն բռնում են, Հավանաբար ընտանիքի անդամների աչքի դերն գետնին տապալում, ինչի որովհետև պատվեր է եղել, այդպես որ անպայման նկարեք դերեմ սիրտս հովանա, որ ինչպես է Գագիկ Ծառուկյանին տապալում։ Ժողովուրդ, ես անկեղծության արդարության կողմնակից եմ։ Կրկնում եմ նորից, եթե պարզվի իսկապես ինքը քրեորեն պատժել է արարքներ գործել, թող պատժվի օրենքյան բաշխվածությամբ։ Ես այս շոուների նկարահանման ցուցադրության կողմնակից չեմ։ Այդ սախեջ Գևջան, մրսում ես, կարող է հիվանդ ես, քեզ լավ նայի։ Չէ, տիկին Ռոզա, հիվանդ չեմ, բայց մեր Արարատի մարզում մի քիչ տես սենա եղանակը փոխվում է։ Հագել եմ քամի, լավ եմ զգում սենց։ Տեսար որ ծառույցի ինչեր գրած։ Մի րոպե տիկին Գայանե։ Արա, խիա այս Facebook-ը շպրտում սենց որ ուզում եմ կարդամ։ Արա, տեսար որ ծառույցի մոտ վարչապետուն Արկոյի հետ ինչ եղավ, Գայանեն պատմում ա լրիվ։ Տիկին Գայանեն պատմում ա թե Գագիկ Ծառուկյանի արտահայտված խոսքը քարոզարշավի ժամանակ ինչի հանգեցրեց։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը անձնական վրեժխնդրության է գնացել, որովհետև Գագիկ Ծառուկյանն էլ իրան հանդեպ սխալ ասել է, որ ծառույցի մոտ կարա մտնի Նիկոլը, ես չեմ ասում լավ արել, իսկ դուր չի գալիս այդպիսի բառապաշարը, իսկ դուր չէր գալիս նաև Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, որ ասում է Գագիկ Ծառուկյան, լակոտիտ վզից բռնելու եմ բերեմ, լակոտս որնա, վզից բռնելս որնա, դու ասա Գագիկ Ծառուկյան, թքած ունեմ քո քաղաքական ծրագրի վրա, իմ ծրագիրը այսպես ծրագիր է, երկրի զարգացման համար, ինչ ունես երեխու հետ։ Բոլորի ով բերաններին ափր-ցփր կբացի այդպես պիտի անեն, չեք ուզում թող լֆիկի նման հանգիստ աշխատեր հարստանար։ Լավ տիկին Գայանե, ես ձեզ եւս մեկ անգամ առաջարկում եմ ընթերցել Ջորջ Օուրելի Անասնաֆերմա գիրքը ու բացահայտեք ինչու ձեր մոտ առաջանում է այսպիսի մտքեր։ Կմտնեք կարդաք, թե ինչպես են Նապոլեոնին այդպես պաշտում։ Հիմա դուք տիկին Գայանե լավ էլի, դուք շատ լավ որ գրում եք, շնորհակալություն ձեր գրածի համար, ես ոչ թե խնդում, այլ ժպտում եմ, եւ իմ ժպիտի մեջ ուղղակի վատ բան չկա, դուք բացահայտում եք Նիկոլ Փաշինյանի անձնական քենախնդրությունը, վրեժխնդրությունը, եթե ինձ խոսցնեք, կարամ ես ավելացնեմ էլի բաներ, որից դուր չի գալիս Փաշինյանի այդ պահվածքի մեջ, օրինակ
Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը իմ նման հասարակ մարդ է եղել կյանքում, չի ունեցել, չի ստեղծել գործարաններ, արտադրամասեր, զավոդներ չի ստեղծել եւ ստեղծողների հանդեպ նախանձ ունի։ Բայց այդ մասով ես իրան նման չեմ, ես չեմ նախանձում ստեղծողների, հակառակը ուրախանում եմ, որ մարդ կարողա ստեղծի։ Ես չգիտեմ ինչ կարամ ստեղծեմ կյանքում, որ կարա օգուտ բերի ֆինանսապես նկատի ունեմ ժողովրդին։ Ես ստեղծում եմ էլի, մտքեր եմ ստեղծում, հանրային հարթակ եմ ստեղծում առողջ մտքերի փոխանակման համար։ Մարդիկ իրանց կարծիքը մեկնաբանություններում թողնեն։ Սա էլ է աշխատանք, բայց սա ֆինանս չի բերում, ոչ ինձ, ոչ էլ ձեզ, բայց բերողներին բերեք գնահատեք։ Ու այդ ֆինանս բերողները, այդ թվում ես չգիտեմ, Գագիկ Ծառուկյանը ինձ ճանաչում է, հետևել է, թե չէ, բայց ես գիտեմ այլ օլիգարխներ եւ գիտեմ այլ կայացած բարձր պետական չինովնիկներ, որ իմ գործունեությանը հավանում են ինչի, որովհետեւ չկա կաշառակերություն իմ մեջ, անկաշառ եմ ես, չկա կողմնապահություն իմ մեջ, ես կողմնապահ չեմ, չկա անձնապաշտություն իմ մեջ, ես անձնապաշտ չեմ եւ էլի կարեւոր բան է, որ այսօր բացակայում է լիքը բլոգեր լրագրողների մեջ։ Դրա համար մարդը միշտ էլ արդարության սով ունի, արդարության ծարավ ունի եւ ինչ որ չափով միգուցե իմ մոտ էլ իրանց արդարության ծարավն են հագեցնում։ Կարդամ Եվոր ջան, շատ հավեսով տղա ես, ես քեզ շատ եմ հարգում։ Շնորհակալություն Տիկին Անահիտ, այդպիսի բաներ էլ հանկարծ չգրեք, որովհետև կան նաև մարդիկ, որ կասեն, դու խի ես Գևորգին հարգում, խի ես Գևորգին հավանում։ Ես տեղյակ եմ նաև, որ կան բլոգեր իրաց հրճակած, թե պատկերացրել են իրանք ինչ որ հանրային դեմք են, նստած իմ անձն են քննարկում, իմ անձնական տվյալներն են հետաքրքրվում, թե ինչպես տեսնել Գևորգին վնասել բան։ Ես այդ մարդկանց խղճում եմ, այդ մարդիկ մեղք են, այդ մարդկանցով էլ պետք է զբաղվի ԱԱՑ-ն, որ հանրային հարթակում կա այդպիսի դեպքեր, ինչու չեն զբաղվում։ Մենակ մեր երկրի խնդրը Գագիկ Ծառուկյանն է, չհասկացա։ Հետո ուրեմն ԱԱՑ-ի հանդեպ իմ դժգոհությունը եւս այս մասով էլ կա։ Ես գիտեմ իրանք ինձանով են հետաքրքրված եղել ընտրություններին, տեղեկացել եմ արդեն, որ բարգե որ քեզանով հետաքրքրվում են, ուզում են տենան դու ինչ դիրք որոշում ունես եւ ում կողմից ես։ Նու իրանք վախենալով, որ ես էլ եմ ռուսամեդների կողմից ելնելու, ես ոչ մեկի կողմից եմ, բայց առավել եւս ռուսամեդների կողմից չեմ կարա լինել։ Ռուսամեդ մարդկանց հանդեպ վատ բան չունեմ, բայց չգիտեմ, ռուսամեդը ճիշտ է, եթե ռուսաստրուկ է, եթե կրեմլապաշտ է, Պուտինա մեռա։ Ես այդ հային եւ այդ մտածելակերպի մարդկանց չեմ կարող ես ընդունեմ, չեմ կարող ես իրանց հետ նույնիսկ առերեսվեմ զրուցեմ։ Իս հետաքրքիր չի դա։ Ինչ որ այա, բանի մասով ԱԱՑ-ի իմ հանդեպ իրաց դժգոհությունները։ Ուրեմն համացանցում կան հայտնիություն ունեցող բլոգերներ, այդ թվում եւ իմ գլխավորությամբ, ինչու՞ չէ ես ուրիշներից խոսամ, ինձանից էլ եմ խոսում, դուք չեք գտնում, որ մենք այսպես ասած terror-ի մեջ ենք լրատվական, թե օտար ուժերի, թե ներքաղաքական ուժերի, եւ դուք չեք կարծում, որ մենք հայտնիություն ունեցող անձինքս անհրաժեշտություն ենք համագործակցելու ձեր հետ։ Ես կուզենայի, օրինակ ԱԱՑ-ի, եթե կա զամպալիտ կամ բարեհոգեբանական գծով պաշտոնակատար, տեղակալ, այդ մարդիկ իմ հետ աշխատանք տանեն, ասենք Գևորգ, քանի որ դու արդեն ունես այսքան լսարան, այսքան դիտումներ հավաքում քո տեսանյութը, դու կարծիք ես ձևավորում ու քո կարծիքը կարա վնասի մեր պետության զարգացմանը։ Ես մտածում եմ, որ ուրեմն մինչև հիմա սաղ լավ եմ արել, սաղ ճիշտ եմ արել, դրա համար ինձ երբեք չեն կանցել ԱԱՑ-ը ոչ հարցաքննության, ոչ էլ ինչ որ բանը, զրույցի։ Այդպես եմ կարծում, բայց կարող է եւ իրանք են անուշադիր, ոչ թե ես եմ ճիշտ ապրում, ճիշտ աշխատում այս հանրային կյանքում, այլ իրանց հեչ վեճին չի թե Գևորգը ինչ է խոսում, դա Գևորգը կարա սխալներ թույլ տա։ Եվ վերջապես մենք կարող ենք մեր հանրային կյանքի ատելության վերացման վրա մեծ գործունեություն թողնենք, մեծ ազդեցություն թողնենք։ Ինչու չի հրավիրվել մինչև հիմա 4 տարվա բլոգերը, Ստեփանակերտ մի անգամ, այո, ԱԱՑ-ից ինձ զանգել են, հանդիպել ենք, եկել են ձեռս ծխմել, ասել դու կարգին տղա ես, կարգին գործ ես անում, բայց ես մտածում եմ ինձ կձերբակալ են, տենց բան կար, ասում են Գևորգ դու ուշադիր եղիր, որտեղ Արայիկին են ենթարկվում, բայց տվյալ պաշտոնյան ԱԱՑ-ի հավանաբար Արայիկին չեն ենթարկվում, ոչ թե հավանաբար ինքը հայրենասեր տղա է,
Հիմա էլ ծառայում է Հայաստանի Հանրապետությունում էլի ազգային անվտանգությունում, այսինքն ինքը տարբերություն չի դրել Հայաստան Ղարաբաղ, ինքը հայրենիքին ծառայում է Արցախում, շարունակում է հայրենիքին ծառայել Երևանում։ Այնպես որ այդ մարդը ընդհանրապես ինձ եկել է ողջունել ինչ որ տեսանյութի հետ կապակցությամբ թուրք բլոգերի, ով որ պրովոկացիա էր անում հայերիս մեջ, ես հակադարձելով փորձել եմ այդ մեկնաբանել, լուսաբանել, թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ, արժանացել այդ մարդու գովեստի խոսքին եւ ձերքը սխմել է։ Էդի գովասանքա հաճելի է ինչ որտեղ, բայց ես դրանով չեմ ապրում, ես այդ դրան համար չեմ աշխատում, ծառայում իմ պետությանը, ես ուզում եմ համագործակցություն։ Ես ուզում եմ ԱԱԾ-ն հետևողական լինի ոչ միայն իմ, այլ կան նաև պարակտող, ատելություն տարածող մարդկանց։ Իրանք պետք է առնվազն, չեմ ասում բռնեք ձերբակալեք, Գագիկ Ծառուկյանի նման շղթաներ ձեռը գցեք, տապալեք գետնին։ Զանգեք կանչեք, ասեք, ես ինչ հասցեմ գտնվող ԱԱԾ բաժին, թե մի հատ ԱԱԾ-ն Երևանում, չգիտեմ։ Դավայ ներկայացեք, ձեր հետ զրույց կա։ Կանչեք այդ մարդուն, դե աշխատանք տարեք, ասեք, ես մենք ավելի շուտ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներն եք, իսկ դուք ազգի ներկայացուցիչ եք։ Եթե դուք ազգի շահից չեք խոսալու, ազգային պարակտում եք մտցնելու, հենց հիմա ձեր հարցերով կզբաղվենք, եթե դուք չուղղվեք։ Բոլորին հատ-հատ կանչեք, ես շատ ուրախ կլինեմ։ Այս ձեր կենաց կխմեմ էլ հարգելիներս։ Ես ուզում եմ համոզվեմ, որ ԱԱԾ-ը է, ոչ թե ԿԳԲ։ Ես ուզում եմ հասկանալ, վերացել է ԿԳԲ-ական մտածելակերպը, ծառայությունը օտար պետության Կրեմլին, Մոսկվային, թե ծառայում եք Հայաստանին։ Վերջիվերջո ԱԱԾ-ն փակ կառույց է։ Մեր Մերսկի շրջապատում մարդիկ ԱԱԾ-ի աշխատակից են, մենք չենք ճանաչել, չենք իմացել։ Որտեղ պիտի փակ կառույց է, դա պետք է շատերի չիմանան։ Բայց այսօր դուք այնքան եք դուք բաց ձեզ պահում, այնքան եք ցուցադրում, երևի Բրեդ Պիտը կամ այդ մնացած հայտնի դերասանները բանը ձեզ կնախանձեն։ Դուք արդեն աստղ եք դարել ձեր այդ գործնեությամբ։ Չգիտեմ, ես այդ իրավունքը հələ մի քիչ լավ չեմ զգում ես։ Ես այդ իրավունք ունեմ այսպիսի գնահատականներ տալ, բայց սրտից է դուրս գալիս։ Եթե նեղացրեցի, եթե վատ բանացեցի, կներեք ինձ։ Սրտիցս դուրս եկավ։ Ուզում եմ ասեմ, ձեր այդ գործելա ոչը հաճոչի ինձ, եւ եթե ինձ հաճոչի, ուրեմն լիքը գիտակից մարդիկ հայ ազգությամբ, մեր հայ քաղաքացիներ կարող են նաև կիսել իմ միտքը, որ արեք այն գործողությունները, այնպես արեք ձեր գործողությունները, որ ինտրիգներ չմտցնեն հայ հանրության մեջ։ Պարակտում չլինի, ես ձեզ նորից եմ ասում, Ծառուկյանը կորած դեմք չի, Ծառուկյանը աշխարհասփյուր հայության կողմից ճանաչված, աշխարհի խոշոր բիզնեսմենների կողմից ճանաչված մարդ է։ Հիմա տեսեք ինչ վնաս եք դուք հասցրել ձեր այդ նկարահանումով։ Ծառուկյանին երկրպագող հայ քաղաքացիների մոտ հիմա կա դժգոհություն, հիասթափություն, իսկ Ծառուկյանի հետ համագործակցող աշխարհի տարբեր երկրներն բիզնեսմենների մոտ կա վստահության կորուստ դեպի Հայաստանի Հանրապետություն։ Պարոն Փաշինյան, այս ինչ եք անում։ Հարգելի պարոն Փաշինյան, բացի դրանից 5 տարվա ընթացքում, երբ որ ուժեղ բողոքներ կար նաև ձեր աջակիցների մոտ, որ ինչու էս ինչ հանցագործ է, չի ձեր բակալում։ Դուք ասել եք, ես դատարան չեմ, ես դատավոր չեմ, ես իրավապահ չեմ, ես գործադիրն եմ։ Հալա ձեզ շնորհակալություն, որ խոստովանում եք, որ դուք գործադիրն եք։ Ինչու հունիսի 7-ից հետո ստացվեց այնպես, որ ձեր քարոզարշավի ընթացքում զգուշացնող կամ սպառնալից խոսքերը հունիսի 7-ից առաջ այդ ամեն ինչ ասել եք, հունիսի 7-ից հետո դարձավ իրականություն։ ԱԱԾ-ն վախեցել է ձեզանից, թե հրահանգաստացել։ ԱԱԾ-ն հաճոյանում է ձեզ, թե հրահանգաստացել։ Պարոն Փաշինյան, աստիճաններ է կյանքը, հելնել ու ճիշտնել էլ կա։ Հելեք այնպես, որ ձեր հետ նախ հանեք ամբողջ ժողովրդին ու մեր պետությունը։ Ես կասկածի տակ չեմ դնում, որ դուք չեք ուզում հանեք մեր պետությունը ոտի եւ օգտակարալնեք ժողովրդին։ Ես կասկածի տակ եմ դնում, որ դուք այդ ամեն ինչը լրիվ հաշվարկված, չափված, ձևած եւ հեռանկարային մտածված չեք անում։
Այսօրվա լավ երևալու ամբողջ հաճո, չգիտեմ, շոու անելու համար եք անում։ Տեսեք, ես ձեզ չասի քրեորեն պատժելի արար կատարող մարդը պետքա ազատ արձակվի, ասեցի արեք, մի ցուցադրեք։ Բերեք մենք կարդանք նորություններով, լսենք, որ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը, ու մեկ էլ հետո լսենք, թե ինչ մեղադրանք կա։ Բայց այն ամեն ինչ է սիրունություն կա, գեղեցկություն կա, ամեն ինչ չափ գոյություն ունի։ Դուք մի օր չեք ելնելու իշխանության։ Կգա այդ օրը ես էլ ձեզ էլի կպաշտպանեմ։ Ես կգամ օրը, որ դուք իշխանության չլնեք, ու ձեր հանդեպ նույնը իմ սիրելի հայազգը, ես լավ ճանաչելով այդ նախանձը եւ վրեժխնդրությունը մեր մեջ կա, իմ մեջ չկա, բայց իմ հայազգի մեծամասնության մեջ կա, որը հիվանդություն է նաեւ, վրեժխնդրությունը հիվանդություն է։ Կգա ժամանակ դուք կտապալվեք որպես իշխանություն 30 թվին 60, չգիտեմ, ու ինչքան ուշ ու ձեր տարիքը մեծ կլինի 70 տարեկան, 75 տարեկան, ձեր հանդեպ էլ այսպիսի ֆիլմեր կնկարահանեն, ու եթե ես այս գործունեությամբ զբաղվելուց եմ, ես էլի ասելու եմ, հարգելի ԱԱՑ-ականներ, հարգելի այսօրվա իշխանություն, արդար չեք վարվել մեր նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ։ Վերջիվերջո նա մեր երկրի վարչապետն է եղել, նա միշտ էլ պատմության մեջ լինելու է որպես վարչապետի պաշտոն զբաղեցրած անձ, եւ այդպիսի անձանց նկատմամբ պետք չի այդպիսի վատ վերաբերմունք տապալել գետնին իր տան մեջ, իր երեխաների ու թոռների առաջ, ամբողջ հայազգի առաջ, որտեղ Նիկոլ Փաշինյանը տապալվելու նույնիսկ իշխանությունը կորցնելուց հետո միևնույն է իրան լինելու են սիրող երկրպագող էլի մարդիկ, պակասելու են, բայց լինելու են։ Լևոն Տեր-Պետրոսյանի ռեյտինգից նես չի, որ շատ բարձր էր Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը, կամաց իջավ ու քիշտի անընդհատ։ Կգա ժամանակ իրան էլ չեն ընդունի, այնպես որ ընդունել են 18 թվին։ Խնդրում եմ, պարոն Փաշինյան, հաշվի առեք այս ամենը։ Եղեք մի քիչ էլ կամ այսպես ասած, նման հարցերի մոտիկացեք նաև մարդկային տեսանկյունից, հայեցի, եւ դուք էլ եք շուտով պապիկ դառնալու, ձեր երեխեքն էլ են չափահաս, մի օր պապիկ կդառնաք, թորնիկի մոտ պապիկին տապալելը ոչ մարդկային է, ոչ սիրուն է։ Ցավում եմ, ափսոսում եմ եւ մի քիչ լավ չեմ ուզում, որ իմ հայ ազգի ներկայացուցիչները նմանատիպ երևույթի շուրջ ծափահարություններ եւ ուրախություն կա։ Չգիտեմ, էս լավ բան է թե չէ։ Լավ, եղանակները վատացավ, անձրև ասկսել է Արարատի մարզում, չգիտեմ մնացած տեղերը ոնց է, բոլորից խաղաղ երկինք, հաջողություն, խաղաղություն մեր երկրին։ Թող ինչ կատարվում է, կատարվի Աստծո կամքով։ Բարի գիշեր բոլորիդ։